Սոր ամենամեծ կոռուպցիոն ռիսկները գնումների գործընթացում է եւ հատուկ կրատապ գնման մասին է խոսքը։ Չկա արգելք փոխկապակցված անձանց հետ պայմանագիր կնքելու։ Շատ զգայուն հարց է։ Պիտի նես լուծումներ տանք, որ հասարակությունը հավատա, որ այս process-ը ստերիլ է։ Շինարարությունը արվել է խայտառակ ձևով, դա նշանակում է փողերի մսխում։ Գնումների մասին օրենքը ըստ էության ավելի շատ խնդիրներ է առաջացնում, քան թե խնդիրներ լուծում է։ Աշխարհը անարդար է։ Այս դպրոցը, ասֆալտը, բակերի խաղահրապարակները նվեր չեն կառավարությունից։ Սա իմ, ձեր, բոլորիս գրպանից դուրս եկած գումարներն են։ Պետությունը հավաքագրում է այս գումարները, հետո հայտարարում մրցույթ, որ ընտրի լավագույն վարպետին։ Հետո հանձնաժողովը որոշում է, թե ում վստահել այս աշխատանքը կատարելը։ Սա պաշտոնական լեզվով կոչվում է պետական գնում։ Թվում է պարզ մեխանիզմ է։ Բայց հենց այս մեխանիզմի մեջ են խճճվում պաշտոնյաները, կորում միլիարդավոր դրամներն ու ծնվում կոռուպցիոն սկանդալները։ Մենք փորփրել ենք պետական գնումները հասկանալու, ինչու է մեր փողերով կառուցվածը հաճախ կամ անորակ լինում, կամ էլ կառուցողը ինչ-որ պաշտոնյայի ազգականն է դուրս գալիս։ Բացի խնդիրներն արձանագրելը, մենք փնտրել ու գտել ենք նաև դրանց լուծման հնարավոր տարբերակները։ Պետական գնումներում քննարկվող ամենալուրջ խնդիրը շահերի բախումն է։ Ինչ է սա։ Շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել։ Եթե օրենքի բարդ լեզուն պարզեցնենք, կստանանք, որ շահերի բախում է, երբ պաշտոնյայի որոշումը կարող է օգուտ բերել իրեն կամ իր հարազատին։ Լսած կլինեք, երբ համայնքապետարանը մրցույթ է հայտարարում եւ հաղթում է համայնքապետի եղբայրը, հայրը կամ մեկ այլ ազգական։ Ինչու է սա վատ։ Համակարգը սովորել է, որ համայնքապետ է դառնում, սկսում է հանկարծակի իր ընտանիքը կամ իր ընտանիքը լավ ճանապարհ է սարքում եւ ինքը համայնքապետ է դառնում։ Մենք այո ուզում ենք, որ այն մենեջերը, ով որ կառավարում է մեր գումարները, հա, չունենա շահերի բախում, որտեղ շահերի բախումը լավ բան չի։ Պատկերացնենք մի իրավիճակ, ասենք այս ճանապարհը կառուցել է համայնքապետի եղբայրը, աշխատանքներն ավարտվել են, գալիս է համայնքապետ եղբայրը, ստուգում անորակ ասֆալտը ու հրամայում քանդել, նորից սարքել։ Տեսականորեն հնարավոր այս իրավիճակը գործնականում դժվար է պատկերացնել, բայց գնումների մասին մեր օրենսդրությունը իրատեսական է համարում նման սցենարը ու թույլ է տալիս պաշտոնյաներին պայմանագրեր կնքել իրենց ընտանիքի անդամների ու բարեկամների հետ։ Օրենքով չկա արգելք փոխկապակցված անձանց հետ պայմանագիր կնքելու, ինչը մեր տեսանկյունից խնդրահարույց է։ Գնումների մասին գործող օրենքի այս կարգավորումները խնդրահարույց է համարում օրենսդիրը, գործադիրը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, քաղհասարակությունը, մի խոսքով բոլորը։ Գնումների ոլորտի համակարգողը ֆինանսների նախարարությունն է։ Այստեղ են մշակվում գնումների մասին օրենքի փոփոխությունները։ Օրենքը իրականում բաժանել ենք 4 մեծ փաթեթների, 4-րդ փաթեթը ամենամեծն է եւ շատ մեծ ֆունդամենտալ փոփոխություններ է իրականացվելու գնումների օրենքում։ Հունվարին կառավարությունը հավանություն տվեց օրենքում փոփոխություններ անելու նախագծին, որը պետք է արգելի պաշտոնյաների հարազատներին մասնակցել պետական գնումներին։ Ով է համարվում հարազատ եւ ում վրա է տարածվելու արգելքը։ Մասնակցության պայմանները սահմանվում են ըստ ազդեցության հետևյալ 4 մակարդակների։ Առաջին մակարդակում երկրի ամենաբարձր պաշտոնյաներն են եւ ֆինանսների նախարարի այն տեղակալը, որը համակարգում է գնումների ոլորտը։ Նրանց հետ փոխկապակցված ընկերությունները ընդհանրապես չեն կարող մասնակցել պետական գնումներին։ Երկրորդ մակարդակում վարչական եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք են։ Նրանց հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել իրենց կառույցների եւ այդ կառույցների կառավարմանը հանձնված կազմակերպությունների գնումներին։ Երրորդ մակարդակում անկախ պետական մարմինների եւ ինքնավար մարմինների անդամներն են։
Նրանց փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել իրենց կառույցների գնման գործընթացներին։ 4-րդ մակարդակում մնացած բոլոր պաշտոնյաներն են։ Նրանց փոխկապակցված անձին կարող են մասնակցել գնման գործընթացներին, եթե պաշտոնյան ներգրաված չէ մրցույթային հանձնաժողովում։ Եթե ԱԺ-ն նույնպես հավանություն տա, այս օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, եթե պաշտոնյան պայմանագիր կնքի իր հետ փոխկապակցված անձի ընկերության հետ, ապա պայմանագիրը կլուծարվի եւ այդ ընկերությունը ստիպված կլինի պետական բյուջե վերադարձնել պայմանագրի գնի 20%-ը, այսինքն այն շահույթը, որը պետք է ստանար պայմանագրի կնքման արդյունքում։ Պայմանագիրը խզվում է, գումարը վերադարձում է, այդ նշանակում է տապալվեց գնումը։ Այսինքն մեզնից խլեց ժամանակ, ռեսուրս եւ այլն։ Ես ասում եմ, մենք չենք կարող միշտեմարան ձևավորենք, որպեսզի բոլորիս անունները պետական գնումների ինչ որ համակարգում ներբեռնված լինի եւ պաշտոնները, որպեսզի համակարգը ինքը ֆիլտր դնի, թույլ չտա, որ շարժվի առաջ հայտը։ Փոխվարչապետը մտահոգ է խնդրի տեխնիկական կողմով, իսկ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը խորքային վտանգ է տեսնում։ Եթե բոլոր ծանոթներին արգել ենք, ով է մնալու շուկայում, մասնակիցների թիվը նվազելու է, գներն աճեն։ Միանգամից հարց է առաջանում, իսկ եթե սրան ընկերություն չի, նրա ով է մնում։ Ու այստեղ նաև մի շատ այլ վտանգավոր պահել կարող են, ասենք դա լինի մեկ ուրիշի ընկերությունը, որ ավելի լավ է քողարկում իր այդ շահերի բախումը։ Ձեր ազգականները, այսինքն այս օրենքի փոփոխությունը ընդունվելուց հետո չեն կարողանալու մասնակցել պետական գնումներին։ Ինչ մեղք ունեն իրենք, որ դուք փոխնախարար եք։ Մեղք չունեն աշխարհը անարդարը։ Ենթադրենք ձեր բարեկամներից մեկն էլ հրաշալի ճանապարհաշինական ընկերություն ունի, ինչի ինքը չպիտի մասնակցի եւ լավ որակյալ ճանապարհներ սարքի։ Որտեղ է ձեր գարանտիան, որ երբ որ այդ ճանապարհ սարքելու ժամանակ ինքը բոլոր հնարավոր ռեսուրսները դնի, ամեն ինչ փորձի անել, որ լավ ստացվի իր մոտ, իրականում փորձի, բայց ձախողի։ Եվ զանգի ինձ եւ ասի ավակ ջան, շատ եմ քեզ խնդրում, էլի ես նայ ամեն ինչ արել եմ, մի քիչ ստե ինչ որ մի բան չի ստացվում, բայց ֆինանսական վիճակս է վատ է, եթե ես հանկարծ այս մրցույթի գումարը չստանամ, օրինակ, շատ վատ է լինելու, ցանկանալու եմ, երեխեքս սոված մնան եւ այլն։ Որտեղ է ձեր գարանտիան, որ ես կդիմանամ ու կասեմ, չէ, հանրային շահը ավելի բարձր է, քան քո երեխեքի սոված մնալը, հատկապես եթե ես այդ երեխեքին օրինակ մի օրը մի 10 անգամ տեսնում եմ ոնց են իրանք մեծանում։ Պետական գնումների մյուս խնդիրը թերի տեխնիկական բնութագրերն են։ Ցանկացած բան գնելուց առաջ մենք պատկերացնում ենք, թե ինչ տեսք, գույն ու հատկանիշներ պետք է ունենա այն։ Նույնն է նաև պետական գնումների պարագայում։ Նախքան մրցույթ հայտարարելը համապատասխան մասնագետը գրում է տեխնիկական բնութագիրը կամ տեխնիկական առաջադրանքը։ Շատ համայնքներում չկան մասնագետներ, որոնք կարող են գրագետ ձևակերպել ինչ է պետք։ Արդյունքում կամ գրում են այնպես, որ հաղթի իրենց ուզած բարեկամը, կամ տեխնիկական առաջադրանքը կազմվում է թերի ու մակերեսային, եւ համայնքը ստանում է անորակ ապրանք կամ ծառայություն։ Մանավանդ մարզերում, համայնքներում մասնագետ չունեն։ Ասում են, դե մենք խոսում ենք մեր այս ծանոթ ընկերությունների հետ, ասում են էլի բնութագրերը մենք էլ դնում ենք։ Կամ շատ լայն սահմանված է, որ շատ անորոշ, որ ինչ ուզես դրա տակ հասկանաս, կամ այնքանն է, որ քիչ է մնում գրեն, ասենք, այսինչ ընկերության մեքենա, օրինակ մենք հիշում եմ դեռ նախկինների օրոք, որ ոստիկանությունը պետք էր մեքենաներ գնել ու անպայման ուզում էին հենց Toyota-ներ գնել։ Եվ այդ գնման առարկայի բնութագիրը դա այսպես մեկը մեկին համընկնում էր հենց Toyota-ի հետ։ Կոնկրետ օրինակով հասկանանք, թե ինչ հետևանք կարող է ունենալ թերի կազմված տեխնիկական առաջադրանքը։ Կառավարությունը 2021 թվականին որոշեց տներ կառուցել տունը կորցրած շուրնուղցիների համար։ 2024-ին, երբ աշխատանքներն ավարտվել էին, մենք այցելեցինք Շուրնուղ։ Բնակիչները դժգոհում էին ու ցույց տալիս նորակառույց տների այն թերությունները, որոնց պատճառը ոչ թե շին աշխատանքներն էին, այլ տեխնիկական նախագիծը։ Ժոլոբ վարոնկա չկա, լրիվ այս ջրերը տնից դուրս կա, սառույցները կախված, մեկին եմ ասում, սեղի ձյուններ որ կեմ է, լրիվ պեցյուր ձյուն է, էլի ու շահալում, 1500 մետր բարձրություն ունեք, էլի, լրիվ սառույցները կախած, տնից հունց դուրս կաս միանգամից թիրախ ես։ Շինարարին էլ ասում եք, մեկ եմ կրկնում, շինարարի մեղք չունի, ասում է ցավը տանեմ, պրոյեկտում ինչ նախատեսացել են, մենք թերի պես չենք հրալ։
Այսինքն կառուցապատողը հետևել է տեխնիկական բնութագրին, բարեխիղճ կատարել է իր գործը, բայց արդյունքում ստացել է խոտան, որը շտկելու համար կառավարությունը պետք է հավելյալ գումար ծախսի, մեր գրպանից։ Ֆինանսների նախարարությունը վատ տեխնիկական բնութագրերի խնդրի լուծման երկու տարբերակ ունի։ Առաջին, մշակել հաճախ գնվող ապրանքների կամ ծառայությունների օրինակելի տեխնիկական բնութագրերի ձևեր եւ գնումների ժամանակ օգտվել այդ օրինակելի ձևերից։ Երկրորդ, դիմել արհեստական բանականությանը։ Բայց կա հիմա նոր զարգացում վերջի 2 տարվա ընթացքում դա արհեստական բանականությունն է, ու սա շատ կարևոր է, որովհետև մենք հիմա նոր օրենսդրության մեջ հենց արհեստական բանականության կիրառումը թույլատրող կետ ենք գրել։ Եթե պարզ բացատրենք, նախարարությունը պատրաստվում է արհեստական բանականությանը տալ կարիքի նկարագրություն, որն էլ ըստ դրա կգրի տեխնիկական բնութագիրը։ Օրինակ, կարիքը կարող է լինել աթոռ աշխատասենյակի համար, իսկ արհեստական բանականությունը կնկարագրի այդ աթոռը բարձր կամ ցածր, պտտվող կամ անշարժ։ Հեռավոր փոքր համայնքներում մրցույթները հաճախ տապալվում են դեռ չսկսված, պարզապես դիմող չկա։ 1-2 միլիոն դրամի գնման մրցույթների համար մայրաքաղաքային ընկերությունները չեն ցանկանում հարյուրավոր կիլոմետրեր անցնել։ Մարզերում հաճախ փոքր բիզնեսը չի մասնակցում պետական գնումներին, որովհետև ձեռնտու չէ։ Դիմելու համար պետք է ծախս անել, առանձին մասնագետ վարձել փաստաթղթերը պատրաստելու համար։ Արդյունքում մրցույթը կա, մասնակից չկա։ Սիսիանում օրինակ 2025-ին 30-ից ավել մրցույթ տապալվել է մասնակից չլինելու պատճառով։ Համայնքի գնումների բաժնի պետ Դավիթ Այվազյանը դժվարանում է կողմնորոշվել։ Գնումների բազային միավորը 1 միլիոն դրամն է պետք բարձրացնել, թե թղթաբանությունը պակասեցնել։ Բնական է, եթե ինչ-որ համակարգով աշխատում ես, դե կլինի այդ թղթերի որոշակի թղթավարություններ կլինի, առանց դրա չի լինի, որովհետև ի վերջո դրա միջոցով է ստուգվում այդ ամեն ինչը։ Իսկ ոնց կարելի անել, որ այդ չկայացած ընթացակարգերը չլինեն, էլի, մրցույթ չդնի, մասնակից չլինի, չկայանա։ Դա այսօր մեր օրենքով դե սահմանված է, դե որ մի անգամ դնում ես չի կայանում, երկրորդ անգամ կարող ես մի քանի անգամ, եթե քո մոտ պահանջը չի վերացել իհարկե այդ ծառայության կամ ապրանքի նկատմամբ, դու նորից դնում ես։ Դա նույնպես սիստեմը արդեն համապատասխան նախարարությունների կողմից պետք է մշակվի այդ հարցը, կարծում եմ, էլի, որովհետև ինքը գլոբալ հարց է։ Իսկ կարող է այդ փոքր համայնքներում պետք է այդ 1 միլիոն դրամի շեմը հանել, այսինքն Ես շատ եմ դրա մասին այդ հարցը բարձրացրին։ Պետք չի ունիվերսալ 1 միլիոն դրամ այդ բազային միավորը գնումների դարձնել, այսպես ասած, ֆետիշ ու բոլոր դեպքերում կիրառել։ Ամեն համայնքի համար տարբեր բաներ սահմանել քաոս կարող առաջացնի համակարգում, ավելի ճիշտ է միասնական միաչեմ ունենալ։ Իսկ ինչ անել, եթե անհրաժեշտ է սնունդ գնել, ասենք մանկապարտեզի համար, բայց հայտարարված մրցույթին ոչ ոք չի մասնակցում։ Երեխաներին սոված չթողնելու ու միաժամանակ գնումների գործընթացը կարգավորելու համար փոխնախարարն առաջարկում է միավորման տարբերակը։ Միգուցե մի քանի մանկապարտեզ միացնենք իրար սննդի գնման տեսանկյունից, որպեսզի ավելի բարձր որակ ստանանք նաև ու շուկայական դերը իրանց մեծացնենք որպես պատվիրատու։ Իսկ եթե օրինակ 100 մանկապարտեզ միանում են ու միանգամից ընտրում են մատակարար, իսկ ամբողջ մարզի մանկապարտեզը միանգամից։ Ինչու ոչ։ Կարելի է իհարկե ասել դե դա շատ վատ է, որովհետև շուկան կենտրոնանում է, ես էլ ասում եմ սննդի շուկայում մանկապարտեզները նույնիսկ 100 մանկապարտեզ միասին շատ փոքր դեր են խաղում եւ շուկայի եղեղացիություն չեն առաջացնել։ Սիսիանցի գործարար Տիգրան Վասիլյանը 2 անգամ է մասնակցել համայնքային գնումներին։ Առաջին անգամ հաղթել է, երկրորդ անգամ պարտվել։ Կարծում է, մարզային փոքր բիզնեսի համար բարդ է գտնել այն մասնագետին, որը կկազմակերպի գնումներին մասնակցելու գործընթացը։ Ինչքան ես հասկացա, մասնագետներ չկան։ Իմ առաջարկությունը նա կլինի, որ բոլոր շրջաններում, բոլոր մարզերի նախկին շրջաններում 1-2-3 օրվա ուսուցումներ կազմակերպվի։ Փաստորեն պետական գնումների ոլորտում ունենք 3 մեծ գլխացավանք եւ դրանց համար առաջարկվող 3 տեղատոմս։ Առաջին, խնամի ծանոթ բարեկամ կապը կտրելու համար պետությունը գործի է դնում օրենքի ուժը, արգելելով պաշտոնյաների բարեկամներին մասնակցել պետական գնումներին։ Երկրորդ, անորակ կամ անհասկանալի տեխնիկական բնութագրերը վերացնելու համար նախարարությունն առաջարկում է օրինակելի ձևեր եւ արհեստական բանականության ներդրում։
Եվ երրորդ, մարզերում մրցույթների պասիվությունը փորձում են հաղթահարել մասնագետներին կրթելով ու վերապատրաստելով։ Դեղատոմսերը կարծես պատրաստ են, բայց փորձագետները զգուշացնում են, որ դրանք կարող են նաև կողմնակի ազդեցություն թողնել։ Մրցույթների մասնակիցների թիվը կնվազի, գները կաճեն, իրական շահառուներին բացահայտելը ավելի կբարդանա։ Ի վերջո, կարևոր չէ տեխնիկական բնութագիրը գրել է մարդը, թե արհեստական բանականությունը։ Կարևորն արդյունքն է, այն, որը տեսանելի է մարդկանց առօրյա կյանքում։